Տիկին Վարդապետյան խիստ հանգրվանային ժամանակահատվածում ներկայացնում եք մի փաստաթուղթ, որը հեռավոր աղերս չունի երկրի մարտահրավերների հետ եւ իր խորքային բովանդակությամբ իշխող քաղաքական ուժի շահերի արձանագրումն է։ Մինչդեռ դուք ոչ թե իշխանության արժեհամակարգին ծառայող միջոց եք, ինչպես դիրքավորվել եք, այլ պետական շահերի եւ օրինականության գլխավոր պաշտպանը։ Քաղաքական հավատարմություն, նպատակահարմարություն, կալանքի ֆետիշացում, վախի մթնոլորտ, քաղաքական հալածանքներ, ահա արժեքները, որոնց ծառայում եք դուք։ Եվ օրինաչափ է, որ դատախազությունը ամենացածր հանրային վարկանիշ ունեցող ինստիտուտներից է։ Եվ ըստ միջազգային ինդեքսների Հայաստանը շարունակում է լինել կիսաազատ երկիր, ուր իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացված են մեկ անձի ձեռքում։ Ներածականում երախտագիտության խոսք եք հղում դատախազներին եւ քննիչներին, եւ ակնհայտ է, թե արժեքային ինչ չափանիշներ է նկատ ձեր գնահատականի հիմքում։ Սրանց մեջ են այն դատախազներն ու քննիչները, որոնք սրբազանի եւ 18 արդարների գործով փաստեր են կեղծում եւ սուտ մեղադրանքներ ներկայացնում դատարան։ Դատախազներ կամ քննիչներ, որոնք հանձնարարություն չունեն տեսնելու ոստիկանության կամ յուրայինների ապօրինությունները։ Սկզբունքը ոչ թե մասնագիտական եւ մարդկային խիղճն է, այլ հանձնառությունը, ջախջախել հեղինակություններ, հրեշայնացնել եկեղեցին, հանրությանը կերակրել ստով, թե ահաբեկչական խումբ եք բացահայտել։ Դուք եւս, Տիկին Վարդապետյան, այս ամբիոնից սուտ կամ չճշտված փաստեր ներկայացնելու որևէ կաշկանդանք չունեք։ Սահմանված խաղի կանոնին չենթարկված քննիչին կարող եք ազատել աշխատանքից, իսկ ահա ձեր նախկին թիմագիծ Աղազարյանի զրկել անձեռնմխելիությունից, երբ վերջինս ինքնուրույնության նշանները ցույց տալիս։ Իդեպ, Տիկին գլխավոր դատախազ, խնդրում եմ ձեր ամփոփիչ խոսքում անդրադառնալ, թե Փաշինյանի հայտարարած 10,000 դասալիքներից եւ դավաճաններից մինչեւ օրս քանիսն են համապատասխան հոդվածներով պատժվել։ Ազդարարում եք, թե ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առաջին գործը, ուշադրություն, խոսքը ընդամենը մեկ գործի մասին է։ Եվ միթե պարզ չէ, որ սա քաղաքական հակառակորդներին լռեցնելու պատժիչ եւ հատկապես քարոզչական գործիք է։ Իսկ նպատակը քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելն է եւ դատավորի պատմության հակած քպականներին հնարավորություն տալը, որպեսզի անմեղության կանխավարկածը խախտելով ուղակի դատավճիռներ հնչեցնեն եւ նույնիսկ այս ամբիոնից։ Իհարկե, ապօրինի գույքը եւ հանրային բարիքը պիտի վերադարձվի, բայց թափանցիկ եւ ոչ ընտրողաբար։ Տիկին Վարդապետյան, դուք համոզիչ չեք, որովհետեւ իշխանական թիմի կոռուպցիոն սկանդալները, եկամուտների մասին հայտարարությունները, ծաղկող դղյակաշինության, կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ մեծաթիվ հաղորդումները համառորեն անտեսում եք։ Որպես պետական շահերի պաշտպան երբևէ ձեզ չհետաքրքրեց, թե ինչ արդյունավետությամբ է ծախսվում, ավելի շուտ մսխվում հանրային միջոցները եւ արդեն 15 միլիարդի շեմը հատող պետական պարտքը։ Նաև ավելացնեմ, որ կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Հայաստանը նահանջ է արձանագրել եւ բնականաբար այստեղ ձեր մեղքի եւ պատասխանատվության բաժինը անհերքելի է։ Ձեր հաղորդումը դասական ինքնախոստովանական ցուցմունք է, որտեղ ձևակերպումները եւ վիճակագրությունը փաստում են օրվա իշխանությունների ծառայությունը, ձեր ծառայությունը, նաեւ օրինականության հաստատման անարդյունավետությունը։ Սահմանադրական անկախություն եւ չեզոքություն պարտադրող պաշտոնյայի համար Տիկին գլխավոր դատախազ գործադիր եւ օրենսդիր իշխանության առաջին դեմքերի հետ լուսանկարները, այն էլ հաղորդման հավելվածում զետեղելը պիտի որ պրոպագանդելի չլիներ, որովհետեւ սա միջազգային պրակտիկայի համար շատ խորս մշակույթ է, բայց դուք ակնհայտորեն չեք խորշում եւ հանրայնացնում եք։ Իսկ միջազգային կազմակերպությունները շարունակում են արձանագրել ձեր, որպես գլխավոր դատախազի, ընտրության ինստիտուցիոնալ անկախության բացակայությունը։ Դուք շոշափելի արդյունք եք համարում 2.5%-ով կալանքների թվի նվազումը, սակայն միջնորդությունների բավարարման ցուցանիշը մի քանի անգամ զիջում է ԵԽ անդամ երկրների միջին ցուցանիշին։ Բավարարվել է 61.2%-ը, ուր ներառված չեն պարտադիր զինծառայությունից եւ վարժահավաքից խուսափելու հոդվածներով մեղադրվողների նկատմամբ կիրառված կալանքները։ Տարակուսելի հետևողականությամբ եւ գրեթե միշտ գիշերային ժամերին են նշանակվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց կալանքները եւ որպես կանոն խափանման այլ միջոց ուղղակի չեք հանդուրժում։
Խիստ կանխատեսելի արարողակարգ է նաև կալանքի ժամկետների պարբերաբար ավելացնելը։ Անտեսվում են նույնիսկ մեղավորության աստիճանը եւ կերակրող մայրեր, հիվանդանչափահաս լինել եւ այլն, դրանք էական չեն ձեզ համար։ Փոխարենը չափազանց ակնհայտ են յուրայինների նկատմամբ ոչ համարժեք խափանման միջոցներ կիրառելու դեպքերը։ Ես հիշեցնում եմ տիկին գլխավոր դատախազ։ Ձեզ եմ հիշեցնում, որ սահմանադրության ուժով դուք ենթարկվում եք ոչ թե վարչապետին, այլ սահմանադրությանը։ Բայց դուք շարունակում եք ձևացնել, թե երկրում խաթարված չէ սահմանադրական կարգը, այն դեպքում, երբ ակնհայտորեն հակապետական ընթացքը փաստող մի քանի դրսևորումներ են եղել։ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների սանձազերծած հակասահմանադրական արշավի նկատմամբ ձեր լռությունը պարզապես հանցավոր է։ Լռում եք նաև հիմա, երբ ԿՊ-ն իր նախընտրական ծրագրում պարզապես հայտարարում է վեհափառ հայրապետի հրաժարական պարտադրելու եւ եկեղեցու կառավարման կարգը փոխելու նպատակադրումը։ Սա հոգևոր իշխանությունը ուզուրպացնելու կոչ ծրագիր է։ Եկեղեցու նկատմամբ հալածանքները միջազգային ռեզոնանս են ստացել, մտել ԵԽԲ-նաձև, իսկ դուք, տիկին Վարդապետյան, շարունակում եք լռել եւ հավատարիմ մնալ ուղղակի սելեկտիվ արդարադատությանը կամ միգուցե հենց վարչապետին։ Ձեր գովական որոշ քննիչների վարքը ուղղակի ծիծաղելի է եւ միաժամանակ արգահատելի։ Մի քանի տասնյակ շինծ ու քրեական գործերով հոգեվորականներին անհետաձգելի քննչական գործողություններ են հրավիրվում են գործողությունների հենց կիրակնորյա պատարակների եւ հոգեվոր ժողովների ժամանակ։ Իսկ արագածոտնից էլ մի քննիչ, թե մի բոլոր 21 քահանաներին հարցաքննության է կանչում ճիշտ այն ժամը, երբ Փաշինյանը պիտի իր նախընտրելի պատարակում լինի եւ բնականաբար թեմա քահանայա զերծ է կանում։ Հիմա դեմքի լուրջ արտահայտությամբ եւ մասնագիտական գիտելիքների գիտակցումով պիտի համոզեք, թե ոչ մի զուգադիպություն չկա։ Պարզապես չի կարելի, տիկին Վարդապետյան, ծաղրի առարկա դարձնել մի ամբողջ համակարգ, ինչին դուք լծվել եք։ Դուք շարունակում եք ոստիկանության անպատժելիությունը, շարունակվում է 25-ի դրությամբ որևէ ոստիկան չի կամ ոստիկանության որևէ ծառայող քրեական պատասխանատվության չի ենթարկվել խաղաղ ցուցարարների դեմ, ապօրինի նռնակների գործատության եւ 101 անձի վնասվածքների համար։ Իսկ Սամվել Վարդանյանի խոշտանգման խայտառակ դեպքը այդպես էլ մնացել է անպատիժ։ Բռնություն եւ ատելության խոսքի փաստերը ուղղակի հագնացող են, իսկ դատախազությունը զբաղված է ծածկա դմփոցով։ Իմ դիմումի հիման վրա ատելության խոսքի հատկանիշներով ուղիղ 1 տարի առաջ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել խոսնակ լրատվականի նկատմամբ եւ իհարկե մատնվել անգործության։ Դե բնակաբար յուրայիններին չեք պատժի։ Իսկ մինչդեռ մի արցախցու բոլորն են հիշում, ադրբեջանցու մասին գրառման համար ժամեր անց արդեն ձերբակալեցիք։ Սարսափելի են նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտումները, համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ, որոնք ձեր սեղանին զուգահեռաբար ճիշտ նույն ժամին դրվում են իշխանական մամուլում, տարօրինակ է, չէ՞։ Սա իրավական երկրի պատկեր չէ, սա անբարո ժանդարմական համակարգ է։ Կարծեմ այս վերջին դեպքի մասին ինչ որ վարույթ նախաձեռնեցիք եւ որպես կանոն անգործություն։ Տիկին Վարդապետյան, ձեզ չի հետաքրքրում, թե խորհրդարանի փոխոսնակը ինչ կարգավիճակով է իրազեկվում հատուկ ծառայությունների օպերատիվ հետախուզական գործունեության մասին։ Կարծում եմ դրան պիտի որ անդրադառնաք։ Եվ ավանդական մի հարց էլ, տեսնում եք, ես իմ ձեռքի տրցակը, արդեն 4 տարի ձգվող ձեր անգործությունը փաստող իմ եւ ձեր միջև նամակագրությունն է։ Մի ամբողջ գլխավոր դատախազ արդեն 4 տարի չի կարողանում օրինական միջոցներ կիրառել, որպեսզի Արման Բաբաջանյանը իրացնի դատարանի վճիռը եւ զրպարտության համար ներողություն խնդրի դաշնակցությունից։ Եվ արդեն այստեղ տեսնում եք, կարող է մի ամբողջ ժողովածու կազմել։ Իմ նամակներն են եւ անհեթեթ պատասխանները ստացված դատախազությունից, ուղղակի այսպես կարուսել եք խաղում։ Դուք պարզապես կամք եւ համարձակություն չունեք, այս է վկայում այս տրցակը։ Եթե առաջնային մանդատի հետ եք այսպես վարվում, պարզ է, թե որքան պաշտպանված չէ մեր երկրում սովորական քաղաքացին։ Ժողովրդավարության, օրինականության, նաեւ բարոյականության ճգնաժամը հենց այսպես է լինում, տիկին գլխավոր դատախազ։ Դժվար է պատկերացնել, որ մի օր գլխավոր դատախազը դուք, տիկին Վարդապետյան, հենց ազգային ժողովում կհայտարարեք, թե պետական շահն եք պաշտպանում եւ ոչ ազգայինը։ Տիկին Վարդապետյան, ազգային պետական եւ շահերի տարբերությունը նույնիսկ անհարմար եմ զգում
այստեղից խոսել, ձեզ բացատրել։ Պետական շահին հակադրելը ազգայինը ուղղակի հակագիտական է եւ նույնիսկ հիմնավորելը անհարմար։ Եվ վերջում ամենաեականը մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում եւ դուք, ընտրում եք ձեր հետագիծը, ինչպես նաեւ ձեր սեփական խղճի հետ հաշտ լինելու խնդիրը։